Եթե առաջիկա Կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք։ 11.8%-ը նշել են քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, ես եթե համեմատեմ մեկ ամսվա առաջվա մեր ցուցանիշների հետ, գրեթե նույնն է մնացել, ուղղակի 0.5%-ով աճ է գրանցած, բայց դա շատ չնչին այսպես փոփոխություն է։ Հայաստան դաշինքը նշել է 4.7%-ը, այստեղ եւս փոփոխություն ունենք, սակայն բացասական -1.8% է գրանցել։ Ամենամեծ բացասական փոփոխությունը գրանցվել է ԴՕԿ կուսակցությունը 3.5% է գրանցել եւ ունի -3.3% ցուցանիշի նվազում, բայց սա բացատրելի է, մենք գիտենք, որ վերջի կարծեմ 3 շաբաթը ԴՕԿ կուսակցության ղեկավարը Վարդան Ղուկասյանը ձերբակալված է եւ այդ եթերները եւ այդ կոմունիկացիան բացակայում է, հետեւաբար անկումը ես կարծում եմ, որ տրամաբանական է, որ մենք տեսնում ենք եւ քանի որ նաեւ այդ կուսակցությունից միայն Վարդան Ղուկասյանն էր խոսում կամ ուշ կոմունիկացիա անում, ապա երբ որ սահմանափակված էր չի կարողանում եթեր դուրս գալ եւ չկա կուսակցության անդամներ, ովքեր որ ակտիվ որոշակի քարոզ կանեն կամ կխոսեն իր տեղը, ապա մենք տեսնում ենք այսպիսի անկում, թե հիշում եք նախորդ մեր պրեզենտացիայի ժամանակ ԴՕԿ կուսակցությունը հունվար ամսին գրանցել էր երկրորդ տեղը եւ առաջ էր անցել Հայաստան դաշինքից, բայց հիմա նորից վերադարձել է երրորդ տեղը եւ գրանցել է 3.5%։ Չորրորդ տեղում մեր մոտ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2.7%-ով, այստեղ եւս շատ չնչի, բայց կա աճ 0.3%-ով աճ կա։ Պատիվ ունեմ դաշինքը գրանցել է 2.1%, եւս գրանցելով մի փոքր բացասական ցուցանիշ 0.2%։ Եվ ամենամեծ բացասական փոփոխությունը կրել է Հանրապետություն կուսակցությունը, գրանցել է միայն 0.7% եւ նախորդ մեր հարցման ժամանակ նրանք գրանցել են 1.8%, ունեն -1.1% իրենց 1.8%-ից։ Ազգային ժողովրդավարական բևեռը գրանցել է 0.7%, Հայաստանի Հանրապետական Դաշնակցություն կուսակցությունը 0.3%, Հայ ազգային կոնգրես կուսակցությունը 0.2%, Լուսավոր Հայաստան կուսակցությունը 0.1% եւ այլ կուսակցություններ ընդհանուր գրանցել են 1.5%, ոչ մեկին նշել է 6.2%-ը, կփչացնեմ քվեատերտիկը նշել է 4.7%-ը, դժվարացել են այս հարցին պատասխանել 24.6%-ը, հրաժարվել են պատասխանել 4%-ը եւ չեմ մասնակցել ընտրություններին նշել է 32.1%-ը։